Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահպանում տեղի իշխանությունների եւ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ զովասների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան, այս մասին հայտարարել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ այսօր մեկնարկել է ձմեռային զորակոչը, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարեվերջին ազգային ժողովն ընդունեց օրենք, ըստ որի այսօրվանից զորակոչված զինակոչիկները կծառայեն 18 ամիս, նշել է նախարարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Կապիտոնյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Իրանում արդեն 10-րդ օրն ընթացող բողոքի զանգվածային ցույցերը հասել են վտանգավոր Հանգրվանի երկրի արևմտյան հատվածում Իլամ նահանգում ցուցարարներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Աբդանա եւ Մալեքշայի քաղաքների մի շարք հատվածների վրա դուրս մղելով կառավարական ուժերին։ Ամերիկյան ABC News-ը գրում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խիստ պայմաններ է ներկայացրել Վենեսուելայի ժամանակավոր նախագահին երկրի նավթային արդյունաբերության վերագործարկման եւ լրացուցիչ նավթ արդյունահանելու թույլտվության դիմաց։ Ըստ աղբյուրների Թրամփը պահանջում է հարաբերությունները խզել Ռուսաստանի ու Չինաստանի հետ։ Ինտեր Մայամի եւ Արգենտինայի ավագականի արձակվող Լիոնել Մեսին խոստովանել է, որ ապագայում իրեն չի տեսնում որպես գլխավոր մարզիչ, անկեղծ ասած ես ինձ մարզիչ չեմ պատկերացնում, ինձ դուր է գալիս մենեջեր լինելու գաղափարը, բայց եթե ես ստիպված լինեի ընտրել, ես կնախընտրեի սեփականատիրոջ դերը, նշել է Մեսին։